Պարոն Բաբաջանյան, merci La France, շնորհակալություն Ֆրանսիա։ Ինչի համար։ Սա տրամաբանական շարունակությունն է նախորդ օրվա մեր ակցիայի, այստեղ տեղի ունեցած ընդդեմ դավաճան Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի մենք ցույց ենք տալիս, թե ով է մեր իրական դաշնակիցը, ով չվարանեց լռել այն ժամանակ, երբ շատերը ուղղակի լռեցին, ով կանգնել է մեր կողքին, մեր ամենադժվար պահին, ով այս պահին Հայաստանի Եվրամիության անդամության ձգտումների կողքին է, ով Հայաստանի սահմաններն է ճանաչել, Հայաստանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը եւ մենք այստեղ ոչ թե սոսկ երախտագիտության ակցիա ենք անում, ուզում ենք ցույց տալ մեր հավատարմությունը խաղաղությանը, որը հիմնված է արժանապատվության վրա եւ անվտանգությանը, որը հիմնված է ուժեղ ռազմավարական գործընկերության վրա Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև։ Պարոն Բաբաջանյան, ձեր վերջին խոսքում ասացիք, որ ռազմավարական գործընկերության, հիման վրա ժամանակը չի արդյոք, որ կողմերը Հայաստանն ու Ֆրանսիան հենց ռազմավարական հենց դա է, որ մենք ուշացել ենք։ Հայաստանը եւ Ֆրանսիան պիտի ունենան ռազմավարական դաշնակցային հարաբերություններ, որովհետեւ երկու ժողովուրդների, երկու կառավարությունների հարաբերությունների որակը, խորությունը, մտերմությունը արդեն այլևս կասկածի տեղ չի տալիս, որ հասունացել է պահը, որպեսզի Հայաստանը եւ Ֆրանսիան հայտարարեն ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մասին, որպեսզի այլոք ովքեր որևէ կերպ կասկածի տակ են դնում Հայաստանի եւ Ֆրանսիայի դաշնակցային հարաբերությունների հեռանկարը համոզվեն, որ դա իրական է եւ մենք դա կարողանանք արդյունավորել մեր գործով, մեր աշխատանքով համատեղ, մեր պատկերացումներով։ Ռազմավարական գործընկերության մենք այդպիսի օրինակ ունենք, հիմա մենք ռազմավարական գործընկեր ունենք Հadzինս Ռուսաստանի, հիմա արդյոք չի խանգարի Ֆրանսիայի հետ հարաբերությունները այդ մակարդակի բարձրացնել, երբ ունենք ռուսական։ Կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունների վերաֆորմատավորման նույնիսկ կարիք չկա։ Հակառակը մենք պետք է այլ ուղղություններով ձգտենք այնպիսի որակյալ հարաբերություններ հաստատել, որ ամեն անգամ այդ հարաբերությունների հաստատմամբ ուղղակի ավելի ստորադասվի հայ-ռուսական համագործակցության որևէ ձևաչափ, այդ թվում նաև մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին, այսինքն դա դառնա մենք պիտի զերոյացնենք դրանց նշանակությունը այլ գործընկերների հետ մեր աշխատանքով եւ ես կարծում եմ, որ այսօրվա իրավիճակը նաև Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին մեծապես պատճառը նրա, որ Հայաստանը չի փնտրել այլոց հետ արդյունավետ աշխատանքի պատուհան, արդյունավետ աշխատանքի դաշտ իր համար, խաղի դաշտ չի ստեղծել, որպեսզի մենք ավելի պահանջված լինեինք։ Ինչպես օրինակ մեր հարևանների, մեր հակառակորդների հետ հարաբերությունների իմաստով է եւ այս իմաստով կարծում եմ, որ Ֆրանսիան պիտի լինի առանցքայինը այս ճանապարհին, Ֆրանսիայի հետ մենք պիտի անմիջապես անհապաղ ուրեմն դաշնակցային ռազմավարական գործընկերության մասին իրապես ֆունդամենտալ պայմանագիր կնքենք բոլոր ուղղություններով հումանիտար, սոցիալական, տնտեսական եւ ամենակարևորը անվտանգային եւ պաշտպանական, ինչը արդեն կա առանց այդ պայմանագրի եւ այս պայմանագիրը միայն կօգնի, որպեսզի ինստիտուցիոնալիզացնենք, հստակ ժամկետներ սահմանենք, թե ինչպես պետք է առաջ շարժվել բարեկամ Ֆրանսիայի հետ։ Պարոն Բաբաջանյան, ռազմավարական գործընկերության մասին խոսելիս դուք նշեցիք, որ Ռուսաստանի պետք է չի վերանայել հարաբերությունները, ըստ էության մյուսների հետ բարձրացնելու դեպքում այն ավտոմատ կիջնի, բայց մենք տեսանք, որ երբ Ռուսաստանի Դաշնության նախարարն էր այստեղ արտաքին գործերի, խոսեց Ֆրանսիայի զենքի կնման մասին, ընդհանրապես զենքի կնման մասին, ասեց, որ մենք նորմալ ենք նայում, որ դուք ուրիշների զենք եք կնում, բայց եթե Ֆրանսիայից եք գնում, հաշվի առնեք, որ նա առաջատարն է մեր թշնամիների ցուցակում, կոնսոլիդացնում է ողջ այդ եվրոպական երկրներին ընդդեմ մեզ եւ թիվ 1 թշնամիներից է ըստ էության, եւ դա դուք պետք է հաշվի նստեք այդ հանգամանքի հետ ձեր հարաբերությունները կառուցելիս, հիմա դուք առաջարկում եք, որ մենք ռազմավարական գործընկերություն ստորագրենք, Ֆրանսիայի հետ։ Չպետք է հաշվի առնենք Ռուսաստանի պատկերացումները այդ մասին։ Հայաստանի սուվերեն տարածքի վրա ուղիղ հարցակում էր տեղի ունենում, այդ թվում նաև Ռուսաստանի ուղիղ ներգրավմամբ եւ մեր այն դիրքերը, որ մենք ի պահ էինք տվել ռուսներին, դրանք ուղղակի կոորդինատներով հանձնվեցին Ադրբեջանին։
որևէ բան, որ պիտի պարտավորեցնի Հայաստանին անել Ռուսաստանի հետ հարաբերությունների ռազմավարական այսպես կոչված դաշնակցային հարաբերությունների հանգույն, ես կարծում եմ ընդհանրապես Երևանը չպիտի կարևորի։ Երևանը պիտի կարևորի իր ինքնիշխանության, իր անվտանգության, իր պաշտպանունակությունը եւ դիմադրողունակությունը ավելացնելու, պաշտպանելուն ուղղված քայլերին եւ այդտեղ ընդհանրապես քննարկելու հարց չկա։ Շատ ուշագրավ է, որ Հայաստանը արդեն մոտ 95%-ով ամբողջությամբ իր կախվածությունը այո ուղղակի ամբողջությամբ արևմտյան հնդկական ուղղակի գործընկերների հետ, հնդիկ գործընկերների հետ է պատկերացնում եւ մենք ամբողջ սպառազինությունը ամբողջությամբ ձեռք ենք բերում այդ ուղղություններից եւ այդտեղ մտածելու որևէ բան չկա։ Ես հասկանում եմ, որ դրանք սպառնալիքներ են, այդ զգուշացումները հատկապես Երևանում արված։ Ես շատ պիտի ուզեի, որպեսզի Հայաստանի արտգործնախարարը նաեւ հակադարձեր, ուղղակի ասելով, որ ի տարբերություն ձեր վերաբերմունքի, ձեր ունեցած հարաբերությունների Հայաստանը ունի ամենամոտ բարեկամական հարաբերությունները Ֆրանսիայի հետ։ Մենք ոչ միայն ուզում ենք պահպանել այդ հարաբերությունները, այլ խորացնելու ենք եւ ունենք այդ հանձնառությունը ոչ միայն Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունները նկատի ունենալով, այլև նկատի ունենալով Ֆրանսիայի ակտիվ դերակատարությունը Եվրոպական միության մեջ եւ թե ինչպիսի դեր կարող է ունենալ Հայաստանի եվրոպական ձգտումներում Ֆրանսիան, ինչպիսի կարևոր դերակատար կարող է լինել եւ առասարակ եվրոպական ուղղությամբ մեր բոլոր հաջողությունները, այդ թվում դիտորդները սահմանին չի խոսվել, չի ասվել դրա մասին, բայց մենք գիտենք, թե ինչ ահռելի աշխատանք է կատարել Ֆրանսիան, անձնապես ամենօրյա այսպես իր հայացքի ներքո պահելով Հայաստանի հանապազորյա խնդիրները, այն ժամանակ, երբ մենք թվում էր, թե լրիվ միայնակ ենք, այսպես եւ մեր ամբողջ շրջապատը, ամբողջ միջավայրը, տարածաշրջանը կրակի մեջ էր եւ մենք մեզ իսկապես լքված էինք զգում։ Շնորհակալ եմ, պարոն Պապաջյան։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։